ամենակարևոր օրերը Նյու Յորքում անցան եւ ամենակարևոր ելույթները հնչեցին։ Այնտեղ, չգիտեմ, Փաշինյանը ասում են հիմա գնացել է մեկնել է Նյու Յորք, երևի մնացել է Սոմալին, Զիմբաբվեն, Էրիտրեան ու չգիտեմ ում արչև այն արդեն ելույթ ունենալու, բայց բոլոր կարևոր հանդիպումները հանդրկուլիսային, բոլոր բանակցությունները, այսպես ասած, բոլոր խոսակցությունները կարևորագույն արդեն տեղի ունեցան։ Ես չգիտեմ գնում եմ, բայց այստեղ մի բան կա, հեսա կասեմ, որ գոնե այդ մի բանը պետք է արվի, խիստ կասկածում եմ, որ կանի, բայց այդուամենայնիվ։ Ուրեմն իմ ունեցած տեղեկություններով, շատերը արդեն տեղյակ եք, որ Ղրիմի պլատֆորմն է, պլատֆորմի գագաթնաժողովն է տեղի ունեցել, ուրեմն Ուկրաինայի նախաձեռնությամբ եւ մենք գիտեք բազմիցս կոչ են կարևոր Հայաստանը մասնակցի, դե նախորդ անգամ եթե չեմ սխալվում падգամավոր է մասնակցել, ինչը խրախուսեցինք եւ ուրեմն նկատեցինք, գնահատեցինք, որ падգամավոր է ԿՊ-ական մասնակցել, բայց հարցը հետեւյալն է, ուրեմն այս տարի Ուկրաինան բարձր մակարդակով իմ ունեցած տեղեկություններով շատ բարձր մակարդակով կապվել է Հայաստանի իշխանությունների հետ եւ քանի որ Ղրիմի մասնիկ ենք նաեւ մենք եւ մենք այնտեղ ուղակի ներկայացուցիչ չենք, Ուկրաինան մեզ նաեւ հնարավորություն է տալիս մտնել այդ կարևորագույն խաղի մեջ եւ նույնպես լծակներ ունենալ այդ կարևորագույն խաղում։ Դա նոր դաշինքներ է, դա նոր համաձայնություններ է, դա լուրջ հարթակ է, որտեղ կարող է Հայաստանը ամրապնդել իր դիրքերը եւ նաեւ Ղրիմում ներկա լինել այս առումով, այսինքն այդ բազմաթիվ հայեր են ամակ ունեցել Ղրիմի կայացման, չգիտեմ, մշակութային կյանքի եւ այլն եւ բազմաթիվ հայեր են ապրել եւ այսպես շարունակ եւ ռուսների ուրեմն հրամանով այնտեղից վթարկվել են, էթնիկ զտման են կարելի ասել ենթարկվել, բայց գլոբալ հետեւյալն է. Ուկրաինան կապվել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բարձրաստիճան մակարդակով առաջարկել մասնակցել եւ դառնալ խաղացող այս պլատֆորմում եւ պատասխանը եղել է փաստորեն բացասական։ Հայաստանի իշխանությունները հավաքվել են ինտելեկտուալներին Խուդատյանի գլխավորությամբ գնացել են Պուտինի հետ հարցեր լուծելու։ Ընդ որում, այն որ ինքը այդ օրերին պետքա լիներ Նյու Յորքում, ինքը գնացել էր Պուտինի դեմքը փրկելու։ Իհարկե շանտաժի տակ։ Ուղղակի ուզում են դեմ տան։ Հիշում եք, երբ որ Զելենսկին պետք գար Հայաստան, որոշ մարդիկ դուրս եկան եւ բացահայտեցին դա, որոշ պսևդո արևմտամետներ, որոշ սազոններ, որոնք ինչ-որ կանխատեսումներ են անում Թրամփը գալու է, չի գալու եւ այլն։ Հատուկ միտումնավոր հրամանով մտան, նախորդի Զելենսկին շատ գաղթեր պահում իր այցելը եւ տապալեցին այդ այցը Հայաստան։ Ընդ որում վստահ եմ տապալեցին Փաշինյանի պատվերով, վստահ եմ։ Ուրեմն սա այսպես։ Տեսեք, անգամ Տոկաևը գնաց եւ Մակում հանդիպեց Զելենսկու հետ լրջագույն մեսիջներ փոխանցելով։